նկարում ենք մեր օր այնպես ինչպես որ կա։ Ինքի ճարագացրումի։ Քենայից մաքրության հարցը պետք է այսօր լուծվի։ Լցնում ենք վեժակները։ Այ։ Վերջ բալիկը պարտեզում է, անցնում ենք մեր մնացած հետաքրքիր գործերի։ Արա գնում մեքենայից մոտ ծաղիկները Ժասմինը բերել, դնեմ մեքենան, թե ում համար, ինչի համար, եսեք իմանանք։ Ես էլի ռեպորտաժ եմ վարում, Ժասմին ջան, կներես։ Մազերիդ գույնի հետ ալրի։ Եղեք այսօր մայրիկը ստանում է իր դիպլոմա, եթե ինչ 49 տարեկանում այնպես ոչ, մենք կարծում ես մոտիվացնում ենք շատ։ Դե մաման գնաց։ Լավ, ես հեսա կգամ։ Ես ինձ հետ վերցնում եմ շտատիվ, ջուր ու զարադիչնիկ, այդ միշտ անպակաս է։ Ամեն անգամ Ժասմին դֆլորի ծաղիկները ուղղակի ինձ հիացնում են։ Եղեք արդեն սկսել են։ Կները Շատ հագեցած ռեպորտաժ եմ վարում։ Ավելին ասեմ, ես գնացի շտատիվ բերեմ, որ մենք նկարենք կոնտենտ ձեզ համար։ Հիմա հաց ուտելու ժամն է։ Առթը օգտվեմ ու մեքենայից ոչ աղբը թափեմ։ Բայց մեր շենքում այլևս չի կարելի գերակրել շունիկներին։ Կոֆեի ժամն է, որոշեցինք տանը խմել, մրգեր կետեիմից մի հատ խնդրում եմ նայեք ինչ շունիկներ են երեք պոտրի։ Պակա մամ ջան։ Բայ ճանապարհ։ Պակա։ Եթե հասնեմ ուզում եմ մեքենաս մենակ տանեմ Լևա ինքդ, ուղղակի sense մի հատ եմ ասում ցայելու։ Մտածում եմ շատ խառնեմ, բայց ես աժոտաժն եմ սիրում։ Եկա կանգնեցի, բայց ամաչում եմ դուրս գամ։ Երեխեք 600 դրամով ցայեցի մեքենաս, շատ հաճելի էր։ Այս ուրիշ բան, լրիվ ծիտիկա։ Սյունը։ Մենսիոն կոկոսը։ Անեցի բարի տեղը։ Հա? Բայց չպարեց։ Մի մեկ շոտ։ Ուտի վրա միս եմ ուտում։ Կարտոֆիլ, բրյուսելյան կաղամ, պղպեղ եւ սուրճ։ Սա դարձավ իմ ֆավորիտ մեկուտեստը։ Էդից ես ուտում։ Այս ֆոկուսը չի աշխատում էլի։ Գժվում եմ ես այս երեխու համար։ Կարդում ենք մատնաչափիկը։